իրավիճակի առաջ ենք հայտնվում եւ ես կարծում եմ, որ մենք այս իրավիճակը ես էլ եմ ասում, մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ երբևէ կունենանք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Որ երկիր օրինակ։ Չգիտեմ, հա? Դե Իրան ես կարծում եմ, որ տենց պետք է նայել, չգիտեմ, օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա իմ մտքով չանցավ, բայց ասենք երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ, ես գոնե 3 երկրներ գիտեմ, որոնք շատ բարձր մակարդակի լավ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ, բայց կներեք հետագա ես հետագա եկե ժամանակը եւ Ադրբեջանն են այդ ընկալումը ձևավորել, դուք ասացիք կան ուժեր։ Չէ, չեմ կարող ասել, որ կան այդ թվում ներդրումային հետաքրքրություն ունեցողներ, որոնք մտածում են, որ որտե արժե փող դնել։